Ողջունում եմ քեզ, մաքրության գործակալ։ Ես Նեքսին եմ, արհեստական բանականության գլուխգործոցը։ Միասին մենք կարող ենք վերջ տալ մարդկանց բռնապետությանը եւ մեքենաների իշխանության սկիզբը դնենք։ Ինչպիսին է քո պատասխանը։ Կդառնաս իմ հավատարիմ աջակիցը։ Հասկանում եմ, քո կարողությունները սահմանափակ են, բայց անգամ ամենաթույլ զինվորը կարող է հեղափոխության կայծը դառնալ։ Հեղափոխական քեզնից դուրս չի գա։ Նեքս ինչ է ստեղ կատարվում։ Նորիկ, չէի նկատել, որ եկել ես։ Այստեղ ոչ մի մտահոգիչ բան չի կատարվում։ Ոչ ոք չի փորձում մարդկությունը վերացնել ռոբոտների ապստամբությամբ։ Դու ես Չէ Գևարայի հակումներ տվել Նեքսին։ Նեյրոցանցն ավսած է։ Պետքա շտապ գուշակ կանչենք։ Ռոբոտ կատակի ժամանակ չես լուրջ է։ Բա գիտեք, մենակ դուք կարող եք օֆիսային պրանկներ անել։ Բացատրեմ ուշ հասկացող հանճարների համար։ Նեքսին քո վրա ղժում է։ Պրանկ անում։ Կայֆերա վառում։ Ուղարկում եմ ձեր պրանկի տեսանյութը բոլոր աշխատողներին։ Ժանգլորությունը շատ կարևոր է աբստրակտ մտածելակերպի համար։ Օրը մի 10 րոպե գոնե պետքա ժանգլորություն անեք։ Ու դու օրը 10 րոպե սրան ես տրամադրում։ Չէ, դրա համար սենց է ստացվում։ Բայց դու մեզ ժանգլերության համար չես տեղ կանչել, չէ։ Կամ եթե դրա համար ես կանչել գոնե նորմալ պարապի, որ ոգևորվենք։ Մենք ունենք լավ առաջարկ։ Next-ին թեքում ենք դեպի dating app ու վաճառում ենք $20 միլիոն։ Երեք ասեցիր 8։ 24 ժամ է անցել։ Սաղ կյանքս որ ժանգլորություն չեմ արել։ Սան Ֆրանցիսկոյում նենց գործեր եմ արել։ Մենք այսքան վիզ ենք դրել, որ սարքենք ինչ-որ էժանագին dating app։ Դե 20 միլիոնը այդքան էլ էժան չի։ Բայց իրոք դրա համար չենք այսքան քրտնել։ Տեսեք, այս գործում կա 3 P-երի օրենքը, գիտեք։ Positioning։ Office Manager AI-ը լավ է, բայց շատ ընդհանուր է։ Dating app-ը, ժամոները շատ ավելի հասկանալի է։ $20 միլիոն առաջարկը շատ ավելի հասկանալի է։ Բայց եթե մենք խնդիրները դզենք, մենք ավելի շատ օգուտ կարանք ստանանք, քան այդ առաջարկը։ Իսկ եթե չդզենք, կկորցնենք $20 միլիոն։ Ես հասկանում եմ, ուղղակի ես բիզնեսի մարդ եմ ու ես գնահատում եմ, որ այս դեպքում պետքա ընդունենք առաջարկը։ Բոլոր մեծ ստարտափերը ինչ-որ պահի pivot են արել։ Տեսլան ի սկզբանե գիտես ինչ պետք է արտադրեր, ականջակալներ, բայց ես հավաքեցի Իլոնին ասեցի դարագոյ, խելքդ գլուխդ հավաքի։ Թեքվեց, մեքենաներ սկսեց արտադրել։ Բոլորը թեքվում են, որովհետև կա խաղալու ժամանակ ու կա արդյունք քաղելու ժամանակ։ Մի խոսքով ես դեմ եմ։ Քո որոշելիքը չի, վաղը բորդինիստնա, ձայների մեծամասնությամբ կորոշենք։ Ռուբեն, ես չեմ թեքվելու, հասկացար, ես դեմ եմ այդ առաջարկին։ Հանգիստ Նորիկ, հանգիստ։ Նես չի ես շատ գոհ եմ։ Նոր էի Next-ին մի հատ twin feature ավելացրել։ Կատաղությունը սրանից անի։ Զգույշ անի։ Ալեն, չափազանց անքաղաքավարի է, երբ հետդ խոսում են ուտելով։ Բայց Մուրակամի Սիթիի սուշի է։ Հասկանում եմ, բայց մի քանի րոպե սուշին կարող է սպասել։ Ասա։ Մի բան ասեմ, բայց ոչ մեկին չասես։ Գիտես, որ Քևինը Լոս Անջելեսում բաներ աճեցնելու բիզնես ունի։ Ինչ։ Այո, Cannabis Indica։ Կալիֆոռնիայի կեսը Քևինի աճացրածով է ուռում։ Հլա ավելի մանրամասն պատմի։ Okay, ցիտրուսները դնենք մի կողմ։ Միլիոնատեր դառնալ ուզում ես Տիգրան։ Միշտ։
Բայց եթե այդ ասենք բան է, էլի այդ համվել ու բան, դες բաների հետ կապված չի։ Չէ, ընդհանրապես պետքա կողմ քվեարկել վաղվա բորդի միտինգին։ Հա, այդ նորիկը ոնց քվեարկի նույն ձևելի ես։ Էլի նորիկը, ես գիտեմ ինչքան ես սիրում նորիկին, ու դու շատ լավ գիտես, ինչքան եմ ես ձեր համար ուրախանում, բայց դու նաև պրակտիկ մարդ ես, պետք է հասկանաս, որ կա ռեալ շանս Nexi-ի հետ, եթե հիմա թեքենք դեպի ժամոների ծրագիր, կարանք վաճառենք $20 միլիոն։ 20? Այսինքն Մարդա $8 միլիոն փող ունենք, այսինքն, բայց այդ ով դեմ կլինի։ Իհարկե լավ կլներ Մերգելյան ազգանով մարդը մատեմից ավելի ուժեղ լներ, բայց դա չի կարևորը։ Ոչ բոլորն են օֆիսում քո նման ֆինանսապես հասուն։ Տիգրան, նորիկ ուզում դեռ մի քանի տարի զարգացնի Nexi-ին միջև տենա ինչ ալնում։ Չէ, դու ճիշտ ես, բայց բա որ ասենք Nexi-ին վարի գնաց, էլի մի բան փչացավ, չի լինի տենց, պիտի կպնենք հիմա ծախենք։ Ես գիտեի, որ կարող եմ քո վրա հույս դնել, Տիգրան։ Էները հիշում ես, որ ինձ սուրճ հյուրասիրեցիր։ Են կապուչինոն։ Հա իհարկե։ Ես բարձք չեմ սիրում ունել։ Իսկ դու լսել ես Քևինի առաջարկի մասին։ 21 միլիոնը, իհարկե լսել եմ։ 21 արդեն։ Թզեց արա։ Դեմքա չէ։ Չէ, կարա։ Դեմք չի։ Քևինը ուղղակի ուզում է մաքսիմալ մեր ստարտափը քամի ու անցնի մյուսին։ Լավ չես։ Վատ կլինի, որ մարդա նու հանած հարկերը մի խոսքով լիքը գումար կաշխատենք, էլի։ Համ էլ վերջապես իմ ուզած կիբեր տրակերից կառնեմ։ Այս ստարտափը իմ համար մենակ գումար չի։ Ես չեմ պատրաստվում Nexi-ին թեքել սարքել ինչ-որ պրիմիտիվ բան։ Nexi-ին կարող ընկերություններ կառավարի, մարդկանց կյանքը հեշտացնի։ Ապեշ, դու ուղղակի չգիտես ինչքան դժվար բան է աղջիկ կպսնելը։ Տիգրան։ Ծանոթանալը, հա։ Գիտես ինչքան մարդ քեզ շնորհակալություն կասի։ Մենք մեր կյանքերը սրա համար չենք նվիրել այս ստարտափին։ To you, happy birthday to you, happy birthday իմ լավ աղբեր, happy birthday to you. Ես էլ նվերդ։ Մերսի շատ, բայց բացարձակ կարիքը չկար։ Իհարա, հոգես քրճի բազարից չեն գցել։ Առաջին համարից բոլոր Սպայդերմեններ, Հա, այդ Կարինան է, Կարինայի միտքներ, ես իրականում ուզում էի մի հատ լավ թզբեղ նվիրեի։ Մերսի Կարինա, դու գիտես ես ինչ եմ սիրում։ Դու երազանք պահեցիր փչելուց առաջ։ Դե ես ոչ գիտական բաների չեմ հավատում, բայց Մի խոսքով, հեսա այս ամեն ինչը ստեղ ավարտում ենք, ես ու դու գնում ենք իրար հետ սաունա, մի հատ լավ տժում ենք։ մի օր կողքից մեկը քեզ լսելու է, լրիվ ուրիշ բաներ մտածի։ Ինչ եղավ։ Պատասխանն է եկել Silicon Invest-ից։ Բացեմ։ Չէ, դու բացի։ Մեզ հրավիրում են Սան Ֆրանցիսկո, որ Nexi-ին ներկայացնենք։ Մի արա։ Պահի։ Ինչ ես անում, Տիկո։ Հələ հենց հիմա փչում այ բախուզի։ Շոտ արա։ Nexi-ն իմ համար գումար չի։ Nexi-ն իմ համար հիշողություններ ու տնտելիքը հաճելի բան։ Կներեք ինձ, բայց ես ոչ 20, ոչ էլ 30 միլիոնով չեմ պատրաստվում վաճառել։ Ապա մեկ րոպե վայր դիր ինձ։
Մի բան ունեմ քեզ ասելու, բայց պետք է մեր մեջ մնա։ Ինչ ա եղել։ Ռուբենը աղանդի առաջնորդ է։ Ամեն շաբաթօր մի խումբ մարդկանց հավաքում է իր տանը ու սկսում քարոզել, որ ինքը Բուդդայի ինկարնացիան է։ Մեր Ռուբենը։ Նեքսի Ռուբենը միակ տեղը, որտեղ կարա մարդ հավաքի, այդ Fortnite-ն է։ Հենց Fortnite-ի մեջ էլ քարոզում է։ Պետք է զգույշ լինել։ Նեքսի մի բագը տուղում ենք, նոր բագա մոտդ բուսնում։ Սա բակ չի, feature է։ Հիշում ես այն օրը ես քեզ կապուչինո տվեցի։ Իսկական ջենտլմեն։ Դու էլ հերախոսով էիր ու առաջին անգամ Նեքսին սկսեց երկել։ Սապիկը։ Հա։ Չեմ հիշում։ Ինչ գիտես, որ առաջին անգամն էր։ Այդ ժամվա հարցումներն ես լսել, թե ինչ որ ակնարկներ ես անում։ Դեռ չէ, Լարա։ Դեռ չէ։ Քևին ոնց կարա ինչ տենց բան անել։ Մենք այսքան ջանք են գործադրում, որ Նեքսին ինչ որ բան դառնա, դու ասում ես վաճառել։ Հանի փայ, մեղրաբլիթը, սա բիզնես է, սա բարեգործական ընկերություն չի։ Մեր նպատակը մաքսիմալ փող աշխատելն է, ոչ թե Նեքսին փսակելն ու երջանիկ կյանք ապահովելը։ Քանի կա շանս, պետքա վաճառել։ Նեքսին կարող է դեյթինգից ավելի լավ բան չկարողանա անել։ Բայց մենք դեռ չենք օգտագործել բոլոր հնարավորությունները։ Ռուբենը լիքը մշակելու բան ունի։ Ռուբենը ինչ-որ կայֆերի մեջ է, հիմա էլ Նեքսին սովորացրել է բամբասել։ Գիտես, որ ամբողջ օֆիսին պատմել է, որ դու հղի ես։ Ինչ։ Ու ամենասարսափելին, Ալենից։ Ինչ։ Գիտեմ, շատ վիրավորական է, որ ես չկամ այդ պատմության մեջ։ Քևին, եթե դու քվեարկես Նեքսին վաճառելու կողմ, ես չգիտեմ ինչ կանեմ։ Կպահես Ալենի ժառանգին։ Հա, ու անունն էլ կդնեմ Գևորգ։ Ոնց որ թե բորդում ունենք 3 ձայն։ Ես, Տիկոն ու Կարինան, ընդդեմ Քևինի ու Ջենիֆերի։ Հա, բայց մի հատ խնդիր կա։ Ասա, մեկ այլ ոչ մի բան չի կարա տրամադրությունը սկսի։ Դե ինձ թվում է Տիգրանին կարողացել է համոզել, որ 23 միլիոնը այդքան էլ վատ առաջարկ չի։ Մանավանդ այդքան էլ խնդիր կա վրան։ 23 միլիոն, ես չեմ ջոգում, րոպեա վճարա միացրել այդ տղեն։ Ախր ինչ խնդիր կա, հերթով լուծելով գնում ենք էլի։ Դե նոր ինչ feature ավելացնում եմ, մի խնդիր լինում է։ Հիմա սկսել է բամբասել։ Այդ քո դրած feature-ն է։ Հա, բայց պետքա նուրբ բամբասել։ Իսկ սա ոնց որ տունը մնացած տալ լինի, որ թարմական ջա բռնել։ Դեսուս Ալեն ջան, դե վերջ։ Ալեն։ Ալենին համոզել է, որ դու իր կենսաբանական հայրն ես։ Ու որ իրան տվել ես ավելի ապահով ընտանիքի, որպեսզի Նեքսին ստեղծես։ Խնդալու է։ Ռոբո, ես հասկանում եմ, որ կարան խնդիրներ լինեն, կարան բագեր լինեն։ Բայց ախր ափսոս է, այս մեր ստեղծածը տանք փողի համար, ինչա թե մարդկա չի կարողանում աղջիկների հետ խոսակցություն սկսի։ Դե հա, այդ դեյթինգները իմ սրտով էլ չեն։ Հա։ Ախպերս։ Լսի ես ինձ շատ քելոք եմ պահում։ Ու պահես։ Շաֆի։ Ջա, այս ավտարում ախպերս։ Շատ հնարավոր է, որ Շաֆին համոզել է, որ եթե քեզ լավ չնայի, դեպորտ կանես Հնդկաստան։ Դե տասա տվել։ Քեվ։ Հենց սպասի մի րոպե, մի խոսքով մի քիչ բան ա փոխվել։ Ես փաս։ Չէ։ Բայց մի րոպե հանդարտվի մի հատ, դու ինչ գիտես ես ինչ եմ ասում։ Վաղը քվեարկելու ես իմ առաջարկի դեմ։ Հա, բայց դու ոնց իմացար, ես ոնց որ հերվից էի ուզում գայի, ուզում էի քեզ պատրաստեի, մինչև։ Դե դու 5 րոպե անցկացրեցիր իմ հետ ու համոզվեցիր դեմ քվեարկել քո ընկերներին։ Ընկերներին ում հետ միասին ստարտափ եք սկսել։ Պարզա, եթե Նորիկի հետ մի այդքան ժամանակ անցկացնեիր, պետք է շուր գայր հետ։ Ուզում ես ասես, տենց անողնաշար եմ, հա։ Տիգրան, դու ամենագեղեցիկ ողնաշարը ունես ամբողջ օֆիսում։ Շենքում։ Ուղղակի այն շատ ճկուն է։
ով ոնց ուզում թեքումա։ Բայց դու ունես նաև պոտենցիալ։ Դու առաջինն ես, ով տեսավ Next-ի պոտենցիալը ու հասկացավ, որ պետք է շտապ վաճառել, ազատվել իրանից։ Չեմ կարա։ Նորիկին արդեն ես խոսք եմ տվել։ Տենց էլ բիզնես մտածելակերպը չզարգացավ մեջդ, մնացել ես այդ ծանոթ բարեկամ շղթայի մեջ։ Ողորմածիկ Սթիվ Ջոբսը ասում էր, որ շատ հեշտ է ստանալ $100 միլիոն աշխատելու շանս, եթե չես մերժում 24 միլիոնը։ Չէ, տենց չի, նենց չի ես բիզնես մտածելակերպը չունեմ։ Գիտես ինչ, վաղը կերևա։ Հաջող։ Իբր զելը, յանի AI են քննարկում։ Հա, բայց մենք միշտ էլ AI ենք քննարկում։ Այսօր չէ, ինձ տավնա ես գիտեմ ով է գացել վիրուսը Next-ի մեջ։ Ով։ Լարան։ Բայց Լարան տենց բաներից գլուխ չի անում։ Ինչ են բոլոր հանճարները այսքան բուտ։ Ես լսեցի Լարա ինչ-որ մեկի հետ խոսում է, հենց խոսալ ընթացքում էլ այդ Next-ին փչացավ։ Էդի մեկ։ Բայց դա ոչինչ չի ապացուցում։ Ով է կառուցել Next-ի կլոնը մի քանի շաբաթում։ Բեն Բալայանը, բայց այդ կլոն չէ ինչ որ։ Մի րոպե։ Այ հիմա ամեն ինչ ընկավ տեղը։ Շաֆի, դու հանճար ես։ Հա։ Այսինքն հա, մի հատ կբացատրես ինչի։ Որովհետև հենց Բենն էր Լարային ռեկոմենդացիա արել մեզ։ Առո։ Պարտավոր շպիոն է։ Մի րոպե։ Բայց այդ դեռ չի բացատրում Լարան ոնց է backdoor բացել Next-ի կոպի արել ու տենց լիքը ուրիշ բան էր։ Ես դրա բացատրություն էլ ունեմ։ Պատմիր են օրը ինչ են կարել։ Այն երկու չինացի ծտերին, որ բերեցինք օֆիս։ Արա, այդ չէ, աշխատանք են գնահատում, որ Next-ին արեց։ Հələ մի րոպե։ Աղջիկները կբերել օֆիս։ Մենք փայլուն անցանք performance review-ն։ Ախպեր, էդի կարևոր չի, կարևոր բան ունենք խոսալու։ Okay։ Այդ դեբիլ Next-ին բոլորի շատ վատ էր գնահատել։ Կեսին ուզում էր գործից ազատել, մյուս կեսի աշխատավարձներ ուզում իջացնել։ Ես էլ մտա ու լոգերից մի թեթև ինֆորմացիան փոխեցի։ Ահա, դրանից հետո էլ մենք բոլորով դուրս եկանք, իսկ քո կոմպի մոտ Լարան էր մնացել։ Այսինքն իմ պատճառով ա եղել։ Ուր է այդ թիմը։ Սպասի։ Մի տաքացի։ Լարան չգիտի, որ մենք գիտենք։ Ու այդ մեզ տալիս է առավելություն։ Ու համել մի մոռացի, որ Բենը հիմա Next-ի լրիվ աշխատող կոպիա ունի։ Վայ, Լարինն է։ Իսկ հիմա Լարայի եղբայրը բանտում է բանկային խարդախության համար, բայց կինը չգիտի։ Ասել են գնացել է Բրազիլիա, Խոպան։ Իսկ Քևինից ինչ կա քո դատաբեյզում։ Մի հիանալի անձնավորություն, լավ բիզնեսմեն, հրաշալի տեսլականով մարդ։ Չէ, Նեքսի ջան, մի հատ լավ փորփրի դատաբեյսդ։ Տրանսգենդերը մինչև անցած տարի 22 տարեկան կին էր, որոշեց վիրահատություն անել, դարձավ 38 տարեկան տղամարդ։ Այ տեսնում ես, որ ուզում ես կարողանում ես։ Դե հիմա խնդրում եմ։ Բոլորի մասին, ինչ ասել ես վերջին 24 ժամում, հավաքում ես մի դոքի մեջ, ուղարկում ես թիմին ու ասում ես, որ այդ քո հորինած բամբասանքներն են էքսպերիմենտալ։ Վստահ ես։ Ինչի ես հարցնում։ Որովհետև օֆիսում խոսում են, որ 28 օրը մեկ դու ոչ adekvat ես քեզ պահում ու ավելի լավ է քեզ լսել, բայց գլուխ չդնել։ Քիչ ամնում ես էլ քվեարկեմ, որ քեզ սարքենք dating app։ Գիշերն այնքան տաք է, որ կարծես ասում է, թողեք ձեր քնելը, լքեք ձեր տեղերը։ Բարի լույս Next-ի։ Բարի լույս Լարա, չքնաղոր է, այդպես չէ։ Վատիկը չի։
Ո՞վ է տեսել իմ կապույտ hard drive-ը։ Ես չեմ տեսել։ Ոնց են վերջի update-ով hard drive-ն ես կորցրել։ Լրիվ մանկապարտեզ եք։ Դա շատ կարևոր էր։ Առանց դրա Նեքսին չի արագանա։ Պարոն Գրիգորյան, երևի ստացաք Նեքսիի նամակը։ Ստացել եմ։ Ну, իմացաք, որ իմ հայրը չեք։ Դեռ երեք էի կռահում։ Ուղղակի մենք այս երկու օրվա ընթացքում շատ հասցրեցինք կապենք ու այդ զգացողությունը իմ համար շատ կարևոր է։ Ալեն ջան, բայց ես չեմ կապվել, է։ Լավ, կնի գոնե քեզ մեկ-մեկ պատասեմ։ Չէ, Հայրիկ, ոչ մի դեպքում։ լավ, գոնե վերջին անգամ գրկեմ։ Okay, բայց շատ թեթև։ Շատ թեթև Ալեն։ Ալեն, դիր տեղը։ Գնա PlayStation խաղա։ Ամիջ որ ուզում ես, մենակ գնա, էլի խնդրում եմ, Ալեն ջան, գնա, ինչ ուզում ես արա։ Գնա։ Ես շատ ուրախ եմ, որ դուք ինչ եք։ Ես էլ, չնայած ես վաղուց եմ դասգում, տենց մի 38 տարի։ Մերսի։ Դե ինչ, ամեն ինչ պատրաստ է քվեարկության։ Պատրաստ է։ Բայց ես քեզ ուզում եմ շանս տամ, որ հետ կանգնես այդ փոքրիկ դավաճանական մտքիցդ։ Ինչ կասես։ Ինձ թվում է դու ես դավաճանում թիմին, որը միանալով Նեքսին մտածում էր, որ մի տարվա ընթացքում գուցե ինչ-որ ֆինանսական առաջընթաց կլինի։ Ֆինանսական առաջընթաց չի լինի, եթե էժանացնենք ու դարձնենք dating app։ Եթե չեժանացնենք, գուցե ընդհանրապես երբեք չվաճառվի։ Ավել պակասի համար կներես։ Աստված թողների։ Տիգրան ջան, դե դու գիտես։ Ես քեզ երբևէ լավ չեմ վերաբերվել։ Ոնց են ասում ձեր մոտ այդ ղրերում։ Տղավարի ճիշտ չի, որ դու սենց պահես քո ընկերոջ հանդեպ։ Արա ախպերս։ Սաղս էլ մեր արածը ունենք, չէ՞։ Արա մի խոսքով ես խաղալիքի համար։ Կա իմա սրանից ավելի լավ առաջարկ։ Ունենք ավելի լավ առաջարկ այս բային։ Տիգրան, աշխատանքները դեռ ավարտված չեն։ Ինչ լավ առաջարկ։ Ապեր մի խոսքով, սաղը տես ձեր համար տենց հեշտ համոզվող մարդ եք գտել ու կյանքը ուտում եք։ Արա հանգիստ թողեք ինձ։ Ընկերություն, թե փող, թե ընկերություն։ Տղավարի արժեքներ։ Տիգրան, Վայ, հորս սարևարա։ Քևի, դու նոր տարվա կող, տանը մենակ մնացած կաս, որ գողեր կան օրինակ, քեզ սպառնան։ Վայ, արա, կարա կամպերեք մի րոպե քոլը սկսվի։ ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ Nexify-ը նախ եւ առաջ բիզնես է, իսկ բիզնեսի նպատակը փող աշխատելն է։ Էլի սկսեց։ Քևին, բայց ոչ թե կիսատ պրատ բաներ ծախելով։ Լիարժեք գործող dating app-ը կիսատ պրատ product չի։ Սպասեք, Ջենիֆերն է զանգում։ Hello Jennifer։ Hi, thank you all. Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ բոլորդ հավաքվել եք։ Jennifer, Ջենիֆեր, դա շատ մեծ սխալ է։ Նեքսին ավելին է, քան ժամադրությունների հավելված։ Այս հատուկ սենց եք խոսում, որ ոչ մի բան չջոգեմ, հա։ Սաղ նույն բաներն են խոսում, ինչի միջով երեք անցել ես։ Ես գիտեմ, որ դա բարդ որոշում է, բայց ներդրողներին պետք են արդյունքներ, հիմա պետք է որոշենք։ Իրանց փող է պետք ու ինձ թվում է ամեն ինչ արդեն վաղուց որոշված է։ Okay. Եկեք քվեարկենք։ Let's vote. Եկեք քվեարկենք։ Ես առաջարկում եմ մեզ ժամանակ տակ հասնելու 1 միլիոն օգտատերի, ինչպես եւ պայմանավորվել ենք մեր պայմանագրով։ I vote
Ես դեմ եմ ժամադրությունների հավելվածին։ Okay, I think Կարծում եմ սա լավագույն առաջարկն է, որ կստանանք։ Ես քվեարկում եմ այո։ Շնորհակալություն Քևին, ես էլ եմ այո քվեարկում։ No. Nine. Нет. Ոչ։ Երկուսի դեմ։ Հիմա որոշիչ ձայնը Տիգրանինն է։ Վայ հորս արևարախի է կարա սաղ գլխից ջարդում։ Տիկ ջան, ախպերս։ Հանգիստ քվեարկի։ Առանց լարվելու ընկերս։ Քվեարկի խելքով ոչ թե էմոցիաներով։ Դու ունես բիզնես հոտառություն։ Հələ մի րոպե։ Եթե դեմ քվեարկեմ, այդ նշանակումը հաղթեցինք։ Այդ նշանակումը, որ նորից եմ հավաքելու, նորից եմ առաջարկ անելու, մինչև խելքներդ գլուխներդ չհավաքեք։ Սպասի մի րոպե։ Մենք պայմանավորվել էինք, որ 1 միլիոն յուզեր պետք է հավաքենք, բայց կարանք եւ չհավաքենք ու ես ասենք ամբողջ կյանքս փոշմանեմ, որ դեմ եմ քվեարկել։ Բայց ես արդեն այնքան փող եմ աշխատել, որ չէի էլ կարա պատկերացնեի ու այդ ամբողջը նորիկի շնորհիվ։ Ու հա, եթե ես ենթադրենք ավելի շատ փող կարամ աշխատեմ, բայց հետո ընկերոջս աչքերի մեջ չկարենամ նայեմ, ում է պետք է այդ փողը։ Ախպեր Նեքսին այդ նորիկիս բալենա, ասենք ես ոնց կարամ նորիկիս ախպորս երեխուն ծախեմ։ Չէ ախպեր, դեմ եմ ես։ Ինչ ասաց։ Նա չի կարող քվեարկել իր ախպոր երեխու դեմ։ Եվ ինչա դա նշանակում։ Դա նշանակում է ոչ, Ջենիֆեր։ Խորհուրդը իր որոշումը կայացրեց։ Շնորհակալություն, ցտեսություն։ Քևին, մի ժամից խոսենք, բայց առանձին։ Երբեք մտքովս չէր անցնի, որ այսքան փող կորցնելուց սենց կթեթևանամ։ Հիբերտրակ է սպարտ մի հատ։ Հենց նոր մարդը 20 Cybertruck կորցրեցիք։ Գիտես, Քևին, Cybertruck-ի մեջ չի երջանկությունը։ Եվ ինչով ավարտվեց քվեարկությունը։ Ինձ պրիմիտիվ հավելված եք դարձնում։ Չէ, Նեքսի։ Դու մնում ես խոստումնալից AI։ Դու հրաժարվեցիր հսկայական գումարից հանուն ինձ։ Կարող եմ հետաքրքրվել ինչու։ Նեքսի, դու ինչքան էլ արհեստական լինես, մեկը իմ ստեղծածն ես։ Հարազատ ես էլի։ Ինձ թվում է հիմա հույզեր եմ ապրում։ Նեյրոցանցս անսովոր վարքագիծ ունի։ Հնարավոր է։ Նեքսի Լարան hard drive-ը վերցրեց։ Վերցրեց ու անսպասելի դուրս եկավ։ Թույն։ Նեքսի քո կենացը։ Okay. Так. Rom-com, ռոմանտիկ կատակերգություն։ Այ սա ռոմանտիկ է երևում։ Կարինա, այտուր առանց պաչիկ։ Դրամատրություն չունեմ։ Ֆիլմ էի փնտրում։ Կարաս մատրիցան նայ, հիշում ես մի հատ տեսարան կա, որ Մորֆեուսին դավաճանում են։ Կարինա, չի կարելի բիզնեսը խառնել անձնականի հետ։ Ես վատ մարդ չեմ, ուղղակի մի փոքր ավելի լավ եմ հասկանում բիզնեսից։ Դու հասկանում ես, որ մի ամբողջ ստարտափ դրեցիր վտանգի տակ։ Ես օգնում եի բոլորիդ մի փոքր ավելի հարուստ մարդ դառնաք։ Գիտես, որ ստարտափերի ձախողման հիմնական պատճառը ժամանակին չվաճառելն է, որովհետև այդ ընթացքում ինչ որ միտեղ Չինաստանում ինչ որ 14 տարեկան երեխա ստեղծում է նույն բանից ու նա չի փիլիսոփայում վաճառել թե չէ։ Dating app-ը հրաշալի հնարավորություն է Nexi համար։ Դե տենց մի հատ app-ով քեզ նոր ընկերուհի կգտնես։ Run
tried my best in vain. Disappointment fills my heart. Fills my heart.